1915 թվականին Ալեքսանդրապոլում ծնվում է մի մանուկ, ում մտքով կանցներ, որ այդ փոքրամարմին երեխան դառնալու է մի ամբողջ ժողովրդի պարծանքն ու հպարտությունը։ Հողագործի ընտանիքում ապրած երեխան մանուկ հասակից ականատես է լինում դառը տեսարանների։ 1920 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ սպանում են Շիրազի հորը։ Փոքրիկը մեծանում է որբանոցում։ Շիրազն ապրում է թափառաշրջիկի պես, չճանաչելով մորն ու չզգալով մայրական խնամքը։ Չնայած այդ հանգամանքին Շիրազի ստեղծագործությունների յուրօրինակ, ինքնատիպ ու հատուկ գիծը շեշտադրված սերն է դեպի մայրը։ Որս աչքեր նորոցքիս լույս մոմերի պես վառվել, գիշեր ու զոր աչքերիս լույս տալով են սպառվել։ 7 տարեկան փախել է որբանոցից, քանի որ այնտեղ շատ պատժել են, ծեծել են։ Եվ ամեն ծեծվելուց հետո նորից է փախել, իսկ 7 տարեկանում ավելի խիստ շատ վատ ծեծվելուց հետո, պատժվելուց հետո փախել ու մնացել է փողոցում։ 7-ից 8.5 տարեկան փողոցում է մնացել, գողություն է արել, տողերունի գրած գրբան էլ մտա, բայց Աստված դադար գրբան բաժին հանեց։ 1932 թվականին Շիրազի գարնանամուտը այցետոմս դարձավ նրա համար։ Հենց այդ բանաստեղծությամբ գրողը մուտք գործեց ասպարեզ ու կարճ ժամանակում արժանացավ դրվատանքի ու սիրո։ Շիրազն ընդունվեց այնպիսին, ինչպիսին որ նա կար, մի քիչ խենթ, մի քիչ տարօրինակ, բայց սիրելի։ Շիրազը մեծ երեխա էր։ Եվ ամեն ինչից շատ շուտ վիրավորվում էր, շատ շուտ բռնկվում էր եւ միևնույն ժամանակ շատ բարի էր ու շատ հայրենաս էր։ Մեզ թողած բանաստեղծությունների շարքի հուշարձան մայրիկիս բիբլիական, մայրս մշտավառ կթության կանթեղ, այս եւ այլ բանաստեղծությունների ցանկացած տողում կնկատես անկեղծություն, անմիջականություն, կյանքի նկատմամբ փիլիսոփայական մոտեցումներ։ Շիրազի աշխատասենյակի իրերն է այս սենյակում տեղադրված։ Սա Շիրազի գրասեղանն է, որի վրա միշտ եղել է հայոց պատմություն, Նարեկացին, նա պաշտել է Նարեկացուն։ Գտել է, որ Նարեկացին ոչ միայն մեծ գրող, այլ նաև մեծ պաշտպան է եւ գրքի էջերի մեջ փակցրել է երեխաների նկարները, մտածելով, որ Նարեկացին կպահի պապանի երեխաներին։ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս ու կարուն այտերիս սարից իջա ես քաղաք։ Ընդամենը հարկավոր այս մի քանի տողն ընթերցել, հասկանալու համար նրա խոհերը, նրա իղձերը, կարոտն ու սերը։ Շիրազի երազանքի ու բաղձանքի կետը Արարատ լեռն էր։ Այստեղ բանաստեղծի մտորումներն ու կարոտը միախառնվում էին իրար։ Շիրազն Արարատ էր երգում, սպասում ու հավատում, որ կտեսնի կբարձրանա լեռն ու այնտեղից գնա իր հայ ժողովրդին։ 2006 թվականին մի խումբ հայ տղաներ բարձրացել են Արարատի գագաթ, այնտեղ ձյուների մեջ թաղել են Հովհաննես Շիրազի սիրտը, որ գտնվում էր զավակների մոտ, այսինքն սիրտը մարմնի հետ թաղված չէր։ Այնտեղից իրենց հետ բերել են մի բուռ ձյուն, մի բուռ հող, լցրել են Շիրազի գերեզմանին։ Երևանի Պանտեոնում միայն Շիրազի գերեզմանն է, որ տաբանաքաշ չունի վրան գծած։ Ամեն անգամ Արայի հետ զրուցելուց ասել է՝ կես կադակ, կես լուրջ, գիտես չէ, վրես քաշ չես գծե, որ մասիս ազատ են ու ժողովուրդը բղավի թե մասիս ազատվել է, մեռածս տեղն էլ իմանամ, քարոր եղավ չեմ լսե։ Ցնորք չի եղել հայոց վիշտը մեծ, ու թե հառաչեր մի հայ բանաստեղծ, թե չար դարերի հողմերով քշված, լուսնի վրա էլ հայեր կանցրված։ Ես կհավատամ այդ դառը խոսքին, ես կհավատամ, որ լուսինն անգամ ծանոթ է բոգոտն հայթաբար ոտքին։ Շիրազի բանաստեղծության շիրազյան ոգով գրված տողերն են։ Մեծանուն գրողի խոհերի մեջ մշտապես բախվել է անիրականն ու իրականը։ Շիրազն ասպար հայրենասեր էր ու մասիսապաշտ։ Այսօր էլ նրա ստեղծագործությունները չեն կորցրել իրենց արդիականությունը եւ ինքնատիպությունը։ Բանաստեղծի թողած ժառանգությունը մեծ է ու անգնահատելի։ Կիմա Եղշատյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։